Բարի երեկո, սիրելի բարեկամներ, բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ։ Ես սիրով ուզում եմ ներկայացնել ձեզ այսօրվա իմ հյուրին, շատ հաճելի, շատ կանացի, շատ բեմական, շատ սիրունիկ, հրաշալի մի երգչուհի Աննա Մխիթարյան։ Բարև Ողջույն Աննա։ Համեցի լսիր։ Աննա ջան, ո՞նց ես։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպես եք։ Շատ լավ, շատ լավ։ Ես անցյալ օրը քեզ լսել եմ երգելուց ու շատ հավանել եմ քո կատարումը, առաջ անգամ էի քեզ լսում ու անպայման որոշեցի, որ դու իմ հյուրը լինես։ Ես ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես։ Շնորհակալ եմ հրավերի համար, ես էլ շատ ուրախ եմ, որ գտնվում եմ ձեզ հետ նույն տաղավարում։ Ապրես Աննա ջան։ Անջան, մի փոքր պատմի քեզնից քո մասին։ Ծնվել եմ Երևանում, սովորել եմ Հարութ միջնակարգ դպրոցում, փոքրուց սիրել եմ ամենտեղ մասնակցել, հաճախել տարբեր խմբակների, էլ ասեղնագործություն, նկարչություն, բարի եմ գնացել Սոֆի Դևոյանի դպրոցում, հետո շատ էի սիրում երգել, տանը անընդհատ երգել եմ, ծնողներս իմ համար միկրոֆոն էին գնել, միշտ երգում էի տանը, ու այդպես որոշեցին, որ ինձ պիտի տանեն երաժշտական դպրոց, գնամ երգի ճանապարհով, բայց հա ինչ է ուզում ասել, որ ոչ մի բանը երկար չի տևել, շուտ հիասթափվում է, երեխաները տենց է հոգնում են, ուրիշ բան են ուզում, հա, բայց երգ եղավ միակ ոլորտը, որը որ սկսեցի ու գնացի մինչև վերջ, շարունակեցի։ Այդպես ընդունվեցի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, վոկալի բաժինը, դասական վոկալի։ Իմ առաջին վոկալի ուսուցչուհին եղել է Զարու Յոհանյանը, չգիտեմ կլսի ինձ թե չէ, բայց ողջունում եմ իրեն ու շատ շնորհակալ եմ իմ մեջ ոնց որ լավ հիմք դնելու համար։ Այո, ապրես։ Դրանից հետո Սպենդիարյանը ավարտելուց հետո ընդունվել եմ Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարան։ Այո։ Մինչև ընդունելությունը պարապել եմ Տամարա Գեորգիևնայի դասարանում, պարապում էինք դասական վոկալ Տամարա Գեորգիևնայի հետ, բայց նա ինձ խորհուրդ տվեց, որ շարունակեմ էստրադային բաժնում, քանի որ իմ ձայնային տեմբրը ավելի էստրադային էր։ Ու այդպես ընդունվեցի էստրադային բաժինը, Մերի Կարապետյանի վոկալ դասարան։ Սովորելու տարիներին երկրորդ կուրսում էի, հրավեր ստացա Կովկասյան առաջնություն մրցույթին մասնակցելու, որի ղեկավարը Արման Ղուկասյանն էր։ Այդպես այդտեղ գրավեցի Գրանպրին, դա իմ կյանքի առաջին ձեռքբերումներ, այդպես ասեմ, որից հետո հրավեր եմ ստացել Իսպանիայից, այդտեղ ժյուրիները երբ որ լսեցին, մոտ 2 ամիս հետո ինձ հրավիրեցին նաև Իսպանիա այնտեղ մասնակցելու։ Շատ լավ, շատ լավ։ Իսկ բանը ձեր տան մեջ երգիչ երգչուհիներ կան, ասենք հայրդ, մայրդ, ձեր բարեկամների մեջ, ազգության մեջ կան էլի որ այդ գծով են։ Երգող, երաժիշտ չունենք, բայց մայրիկս դաշնամուր էր նվագում, այդպես սիրողական էլի, ես ավելի շատ հայրիկս էլ փոքր ժամանակ ակարդեոնի դասեր ունեցել։ Իրենցից եմ ոնց որ տեսել ու ավելի շատ սիրել էլի։ Լավ, հիմա կուզենամ խոսես քո ընտանիքի մասին։ Քո ամուսնացա։ Ամուսնացա։ Հայաստանում ամուսնացա։ Հա, Հայաստանում։ Ահա։ Երբ որ Ռոմանոսը վերջացրեցի, հենց այդ ժամանակ ամուսնացա։ Ունեմ մեկ աղջիկ, աղջիկս 6 տարեկան է։ Ու մամային քաշել է երգի բանի։ Հա, երգում է շատ լավ, շատ սիրուն երգում է։ Դեռ փոքրիկ է, բայց 6 տարեկան ու երգում արդեն։ Երգում է, հա, հաճախում է երգչախում։ Հուսով եմ կսիրի ու կշարունակի, որովհետև շատ լավ է ստացվում իմ մոտ այդ տարիքից։ Աննա ջան, երբ եկաք Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներ եկել ենք 3 տարի առաջ։ 3 տարի ընդամենը։ Ընդամենը 3 տարի, որ այստեղ ենք։ Եկար սկզբում հələ աշխատանք բան չուներ, չէ։ Ես
գալուս օրվանից չասեմ, բայց մոտ 2 ամիս հետո սկսել եմ աշխատել, աշխատում եմ մինչև այսօր աշխատում եմ մանկապարտեզում բալիկների հետ։ Շատ լավ է, շատ։ Հա, սիրում եմ իմ Իրանց աշխատանքը, էլ երկել սովորացնում ես։ հա, երգում ենք միասին ու շատ եմ սիրում իմ աշխատանքը, որովհետև աշխարհում ամենաբարի ու հանգիստ գործն է իմ համար երեխաների հետ աշխատելը։ Մարդկանց ուրախացնել, հաճույք պատճառել, երգել մարդկանց համար, դրանից լավ բան կա, դրանից թանկ բան կա։ Մարդիկ, որ քո երգից հաճույք է ունակ, որ ասում եմ ես վերջերս քեզ լսեցի, որ մեծ բավականություն ստացանք ու շատ մեծ հաճույք պատճառեցիր դու այդ օրը ժողովրդին։ Շատ լավ էր, շատ լավ ապրես։ Երեխայիդ կուզես աղջիկդ, որ քո ճանապարհով գնա։ Շատ կուզեմ, բայց դե պիտի ինքն էլ ինչ որ չափ սիրի, որովհետև ասում եմ, ես էլ տարբեր բաներ փորձել եմ, մայրիկս էլ միշտ ասում էր, արի ընդունվի պոլիտեխնիկ, չգիտեմ, ասացի մամ, չէ, ես չեմ սիրում, չեմ կարա զբաղվեմ մի գործով, ինչը որ ես չեմ սիրում։ Եթե ուզում ես, ամեն մեկը ինքը գիտի ինչ է սիրում։ Աստված ու միշտ տվել է այդ ճանապարհով էլ պիտի գնա։ Երբ ասենք ուրիշ բան են ընտրում, մտենց էլ չեն շահում իրակ, որովհետև իրակ դրա համար չէ ինձ։ Ամեն մարդ պիտի զբաղվի իր սիրած գործով։ Երգում ես հիմա, շարունակում ես քո գործը, թե մենակ մանկապարտեզի հետ։ Այո, երգում եմ ու հենց սկզբից էլ, երբ որ տեղափոխվեցինք այստեղ, սկսել եմ երգել հարսիկների համար քողի արարողությանը։ 1-2 այդպես քիչ-քիչ շատացավ Շատ լավ։ իմ գործը։ Հիմա հրավիրում են դու երգում ես հարսիկների, շատ սիրուն լավ պահ է հարսերի համար, անմոռաց պահ։ Անդա ջան, մեր զրույցի առաջի մասը ավարտվեց, հիմա անցնենք գովազդին, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ նորից իմ զրույցը Աննա Մխիթարյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Աննա Մխիթարյանի հետ։ Աննա ջան, երգում ես հիմա այս պահին երգում ես, հիմա ինչով ես զբաղվում։ Այո, երգում եմ, վերջերս հրավեր եմ ստացել Տիգրան Ասատրյանի կողմից, երգում եմ իր խմբում։ Շատ լավ է։ Իսկ մտքովդ անցել է երբևէ, ասենք մի հատ մենահամերգ կազմակերպես կամ թեկուզ մենահամերգ չի, ասենք մի երգչի, մի երգչու հետ միասին, ասենք երեքով մի համերգ կազմակերպեք, որտեվ քեզ պիտի ճանաչեն։ Ես պատկերացա առաջ անգամ քեզ տեսա ու շատ զարմացա ու շատ հավանեցի։ Դες մտադրություն ունես թե չէ։ Մտադրություն, այո, ունեմ, հիմա աշխատում եմ, ցանկություն, մտադրություն, աշխատում եմ այդ ուղղությամբ, շատացնեմ իմ երգերը, ավելի առաջ գնամ եւ առաջ Աստված մի օր անպայման կգա այդ օրը։ Շատ լավ կլինի ու հայտնություն կլինի ժողովրդի համար, որովհետեւ շատերը քեզ հիմա չեն ճանաչում, չգիտեն։ Այսինքն քո ապագա ծրագրերում դա կա։ Այո, կա։ Շատ լավ է։ Հայաստանում չես հասցրել լինել, չես ընթացքում։ Չէ, չեմ հասցրել։ Աննա ջան, մենք խոսացինք քո երգի մասին, բայց գոնե թող առաջից, էսա քո առաջի հարցազրույցն է, չէ՞, ամենաառաջին։ Այո, սա իմ կյանքի առաջին հարցազրույցն է։ Չէ, գուցե որ կարող է ես բարձենամ, ասեմ Աննա Մխիթարյանի ես էլ եմ բարձենում։ Առաջի անգամ կյանքում ձեր հյուրը եղամ։ Աննա ջան, կարող ենք մի գեղեցիկ երգ լսել քո կատարմամբ, որտեղ ահագին խոսում ենք երգի, թող ժողովուրդն էլ քեզ ճանաչեն արդեն, որ իմանան ինչ երգչուհի ունենք։ Կարող ենք լսել։ Մեծ սիրով։ Խնդրեմ։ Բրավո, Աննա ջան, բրավո, շատ լավ էր, շատ հաճելի էր, շատ ապրես։ Աննա, իսկ տեսախոլովակ բան նկարած ունես։ Չէ, դեռ ոչ։ Ես չես պատրաստում, գոնե մի տեսահոլովակ ունենալու, հետո կամաց անպայման պատրաստվում եմ։ Անպայման դա պետք է ճանաչման համար, եւ հետո դու պետք է ունենաս քո պրոդյուսերը, որը զբաղվի քեզնով։ Այո, տեսնենք առաջ Աստված։ Դու լուրջ պետք է զբաղվես, թե չէ տանը նստելով քեզ չեն ճանաչի ու դու եթե ուզում ես առաջ գնաս երկարվեստում, ճանաչվես, սիրվես, ավելի ընդունվես, կայանաս, անպայման պետք է լուրջ զբաղվել դրանով, արվեստը տենց բան է։ Արվեստին երբեք մատներով արանքով պիտի չնայես, պիտի լուրջ զբաղվես, եթե ուզում ես այդ գործում առաջ գնալ, պիտի լուրջ զբաղվես։ Շատ լավ է, ուրեմն չունես նկարած, բայց պատրաստվում ես, որպեսզի տեսահոլովակ լինի։
Ով ա եղել քեզ, որ ոգևորել է ու դու գնացել ես հենց այս ճանապարհով։ Մեկից ոգևորվել ես, չի ասենք, մեկից ներշնչվել ես, չգիտեմ ինչ ասեմ, որ սիրեցիր երգը, երկարվեց ու որոշեցիր, որ դա է քոնը ու դու պետք է գնաս այդ ճանապարհով։ Կա տենց մի մարդ, հայտի երգիչ, երգչուհի, որից ոգևորվել ես։ Փոքրուց իմ կուրքը եղել է Լարա Ֆաբյանը, շատ եմ սիրել իրեն ու իր բոլոր երգերը շատ եմ սիրում իրենով, ոնց որ ոգեշնչվել եմ ու այդ է եղել պատճառը։ Իսկ մեր հայ երգիչ երգչուհիներից ունենք, շատ հրաշալի երգչուհիներ ունենք մենք, բան ասեք, տեսել ես իր արվեստը, ասել ես, այ ես կուզեի սենց երգեի, այսինքն ճանաչված լինեի։ Կա։ Հայ երգչուհիներից մեծերից։ Թեկուզ։ Հա, Շուշան Պետրոսյանին եմ անկեղծ շատ սիրում, իր հզոր ձայնը, Վարդուհի Վարդանյանը, իրենց երգեցողությունը, վոկալը լրիվ ուրիշ է եղել իմ համար։ Եվ Աննա ջան, ավարտվեց նաև երկրորդ մասը մեր սրույցի, հիմա անցնում ենք գովազդի, որից հետո նորից խոսելու ենք քո մասին։ Բարեկամներ, գովազդի արդեն եթերում, որից հետո կշարունակեմ զրույցս Աննա Մխիթարյանի հետ։ Գովազդ արդեն եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Աննա Մխիթարյանի հետ։ Աննա ջան, հիմա մենք եկավ ժամանակը, որպեսզի դու երկու իրական պատմություն ու անեկդոտ պատմես։ Պատմեմ պատմություն, հա, որ ասացի մասնակցել էի Կովկասյան առաջնություն մրցույթին։ Այդ օրը տանից դուրս գալուց առաջ քուրիկս ինձ Մարիամ Աստվածածնի պատկերով փոքրիկ սենց բրոշ տվեց, հա։ Վերցրեցի ինձ հետ ու այնպես էի հարմարացրել, որ թևնոցիցս չընկնի հանկարծ։ Ձեռքիս մեջ էր ամբողջ ընթացքում։ Եկավ հասավ արդեն այն պահը, որ 1-2 հոգի հետ մնացել էր, որ իմ ելույթը պիտի լիներ, նայում եմ տեսնում այդ չկա։ Աստված իմ ամբողջ Բաբաջանյանի զալով փնտրել եմ։ Բարձրանում եմ, իջնում եմ, էլ տեղ չեմ թողել, որ չեմ մանեկել, չկա, սենց սիրտս լցված տխուր։ Գնացի այնտեղ, սպասում եմ, որ հեսա պիտի իմ անունը հայտարարեն։ Արման Ղուկասյանի հայրը, Աստված հոգին լուսավորի մահացել են արդեն, Ռուդիկ Ղուկասյանը, ասեց աղջիկ ջան, ինչ ես տենց տխուր, ասեցի կարևոր բան կորցրեցի, ես կարևոր բան, թալիսմանս կորցրեցի, ցած ցույց տվեց, ասեց հեսա չես կորցրել, բայց չեմ տալիս, այն սիրտս տեղ ընկավ, հուզվել եմ, արցունքները գնում են աչքերիցս, ասեց ես կնստեմ բեմի վարագույրի հետևում, իմ ձեռքը կպայեմ, որ լավ երգես, կտամ անպայման։ Ու այդպես բարձացա երգս երգեցի, լավ ստացվեց, որովհետև շահեցի Գրան-պրին այդ ելույթից հետո ու նոր տվեց ինձ։ Ու այդպես այդ թալիսմանը իմ ամբողջ կյանքի ընթացքում ես ուր որ գնացել եմ, միշտ իմ հետ է, մինչև օրս ամենտեղ ինձ հաջողություն է բերում քուրիկիս տված թալիսմանը։ Իսկ անեկդոտ կարող ես պատմել, Աննա։ Անեկդոտ պատմեմ, փորձեմ։ Ասում է բակում տղաներով կանգնած են լինում, տղաներից մեկ ասում է, ով որ իր կնոջից վախենում է, թող մի քայլ առաջ գա։ Բոլորը մի քայլ առաջ են գալու, ես մեկը չի գալիս առաջ։ Ասում եմ, չհասկացանք, այս առյուծի կաթես դու խմելի, ինչու՞ էլի չես վախենում քո կնոջից։ Կինս ասել է, տեղիցդ իրար չգաս, մինչև կգա։ Չեկա դա մի տարբերակ ասում, անունը որ տվեցիք, ոտերս թուլացան, չկարողացա առաջ գալ։ Չունես էլ իրական պատմություն կամ անեկդոտ։ Չէ։ Աննա ջան, այս հարցը համարյա բոլորին եմ տալիս, այսինքն ոչ հաճախ, բայց տալիս եմ այս հարցը, որ երեք ինչ թանկ բան ունես, որ երբեք ոչ մի բանի հետ չես փոխի։ Ընտանիքս, հավատս առ Աստված ու իմ բոլոր
հարազատ մարդկանց, որ ունեմ իմ կյանքում։ Ինձ թվում է բոլորս հարուստ ենք մեր սիրելի մարդկանցով ու իրենցից թանկ այս աշխարհում ոչինչ չկա։ Ապրես։ Այնքան սիրուն ու այնքան գեղեցիկ դու երգեցիր, որ ես կուզենայի թեկուզ ակապելլա կարող ես մի փոքրիկ բան կատարել։ Շատ պարտադիր չի, չգիտեմ, ասում, ցայլատ գցես գլուխը դու երգ։ Հագի սիրուն մի փոքրիկ երգ կարող ենք լսել։ Այո, իհարկե։ Քեզ սիրեցի, ողջ աշխարհը իմացավ, ջրի գնաց, ինչու երես ուշացավ, արի տեսնեմ ես քեզանով հիանամ, դու ինձ պատմիր, ես քո դարդը իմանամ, ջուր բեր խմեմ, ես քո ջրից հովանամ, քո անունդ միշտ շուրթերիս եմ արյամ, դու առաջին վարդն ես սրտիս իմացիր, արի բախտիս ես մենակ եմ միացիր։ Հրաշալի էր։ Շատ սիրուն կատարեցիր, շատ լավ էր։ Լավ, հիմա տեսնում ես օրական նոր երգիչներ, երգչուհիներ ու փառքասու որ կան ու հետնորդներ կան լավագույն երգիչների, այնպես որ ապագան է մեր երգարվեստում երևում է որ դի լավ է լինում։ Դու ինչ կասես այսօրվա մեր երգիչ երգչուհիների մասին։ Կասեմ, որ շատ լավ է, որ բոլորը այսօր հնարավորություն ունեն ներկայանալու, իրենց ձայնը եւ ամեն ինչ ցույց տալու։ Հավանում ես։ Հավանում եմ բոլորին էլ ու ինձ թվում է լավը միշտ կմնա առաջ, միջակա միջինա նա կամաց դուրս կգա ասպարեզից։ Աննա ջան, ուրեմն ավարտվեց մեր զրույցը։ Մենք արդեն ես շատ գոհ եմ, շատ լավ անցավ, շատ անմիջական, շատ པարզ։ Մենք ունենք Kenneth Village ծաղկի խանութ սրահ, Kenneth փողոցի վրա, հրաշալի մի խանութ, որտեղ բացի ծաղիկները լավ նկարներ են վաճառում, որ հենց նկարում են տիրուհին այդ խանութի եւ հրաշալի դրսից բերված շոկոլադներ։ Եվ նրանց կողմից ու մեր կողմից ես ուզում եմ քեզ հանձնել հիշատակ այսօրվա մեր զրույցի, մեր հանդիպման մի համեստ ծաղկի բուկետ։ Ու քեզ հաջողություններ մաղթեմ քո հետագա քո ծրագրերում, որին մենք երևի ներկա կլինենք, տեսնենք ու կուրախանանք։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես էլ շատ շնորհակալ եմ Աբրեսյան մոտ։ Շնորհակալ եմ հրավերի համար, ծաղիկների համար, շատ հաճելի է ձեզ հետ ներկա գտնվել նույն վայրում։ Հաջողություն ալեկոմ հաջողություն։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր երգչուհի Աննա Մխիթարյանը։ Իսկ այժմ ասեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Ոչ մի անգամ կյանքիդ չդժգոհես։ Եթե դու ամեն օր տեսնում ես քեզ հարազատ մարդկանց, ուրեմն դու ամենահարուստ մարդն ես։ Այսքան բան սիրելի բարեկամներ, միշտ նոր հանդիպում, բարի գիշեր։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես բարեկամատ եմ ցանկել։ Այո, լսում եմ։ Քուրիկ ջան, ես ուզում եմ բանակում ծառայեմ։ Կարող եմ։ Իհարկե կարող եք, բայց դուք որտեղ եք։ Ես որտեղ եմ։ Բանտում, ցավը տանեմ, բանտում։